Պարոն Ավանեսյան, արդեն մի քանի օր է ինչ այստեղ նստածույց եք իրականացնում եւ հատուկ հստակ պահանջներով եք ներկայացել, ինչ արդյունք ունեք մինչ այսօր, ինչ արդյունքներ եք գրանցել։ Հիմնական արդյունքը երևի թե հանրահավաքն է, բազմահազարանոց, հետո եղել է Կիրակի, երկուշաբթի, ասեք այս երկու օրվա մեջ տենց առանձին արդյունք չենք կարող հստակ ասեք որ ինչ-որ կա չկա, երեք մենք սոցիալնախարարության դեմ ունենք ակցիա արել մեր պահանջները նորից ներկայացրել, փորձենք ճշտենք պատասխանատու պաշտոնյաների կողմից տեսնենք մեր նամակը հասել է, չի հասել, ինչ են պատրաստում անեն, ու պատասխանը դա է, որ նամակը դեռ իրաց չեն տվել, նոր հանձնարարություններ չկա ու չեն պլանավորում ինչ-որ փոփոխություններ անեն, ասում են այսօրվա դրությամբ ինչ որոշումներ կա դա է։ Ասենք թե երեքշաբթի առավոտյան ոչ մի նորություն չունենք ասելու, բայց հստակ ժամկետ նշել են երբ են նամակը հանձնելու, երբ ձեզ կպատասխանեն։ Ոչ մեկը չի նշել հստակ ժամկետ, մենք ենք մի շաբաթ ժամկետ տվել, որ որևէ մի պատասխան ստանանք, մեր ժողովրդին նույն ձևի ասել, որ մի շաբաթվա ընթացքում տեսնենք ինչ արձագանք կլինի, մեր բողոքի, մեր պահանջների շարունակողականությունը մենք փորձել ենք դրսևորենք այս վրանով, որ տեղադրել ենք, ու ամենօրյա ակցիաներ ակնում, ասենք երեք իրիկունը մենք ստեղ ներկայացրել ենք մեր բնակչության, նաև փորձել ենք լրատվամիջոցների միջոցով հաղորդենք մեր հաշվարկները, մեր տեսակետները, բնակարանային ծրագիրը ոնց պիտի լինի իրականում, եթե ուզում են բնակարանային ծրագիր իրականացրեն, եթե չեն ուզում ընդհանրապես որևէ մի բան անել, որովհետև տպավորություն է, որ բնակարանային ծրագիրն հենց է գրվել, որ դրանով ոչ մեկը չօգտվի։ Այսօրվա դրությամբ տեղանվածների 0.2%-ն է օգտվել այդ ծրագրից, այսինքն տարեկեսվա ընթացքում 0.2% պիտի ասում արդեն։ Պատճառը որն է, որ արցախցիները խուսափում են այդ ծրագրից օգտվելու։ Ծրագիրը ինքը անիրականացնելի, թե իր ասենք այդ բազային գնով, այն որ նախատեսում է 3 միլիոն դրամ շնչին տրամադրեն, ճիշտ այնտեղ ինչ-որ մանիպուլյացիա հարցրել է, ասենք 4 միլիոն Թուրքիայի Վրաստանի սահմանների գյուղերում, 5-ը դա Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղերումն է, 3-ը մնացած տեղերը, բայց այդ 3 միլիոնով շնչի դա ոչ մի հարց չի ուծում, ու այդ 3 միլիոն թիվը մենք պիտի հասկանանք այդ ինչ 3 միլիոն թիվ է, այսօրվա վրա 50,000 դրամ են տալիս շնչին, որի մեջ մտնում է 40,000 բնակվարձը, 10,000-ն էլ ասենք կոմունալի, դրա համար գումարային 50 է դառնում, 3 միլիոնի դեպքում դա 10 տարվա եթե բաժանում եք, որտե 3 միլիոնը հենց նենց չեն տալիս, նախ եւ առաջ ստիպում են, որ քաղաքացիություն ընդունեն, երկրորդ 10 տարի ում անվանի լինելու է, ում անվանի 3 միլիոն տրվելու է, ոչ մեկը իրավունք չունի Հայաստանից բացակայելու, ասեք եթե ընտանիքում 17, 18, 16 տարեկան աղջիկ կա ու իր 3 միլիոնն էլ է հաշվարկվում, ու այդ փողը տալիս են մարդիկ օգտվում են տուն առնում, ու ամուսնացել է Հայաստանից դուրս է եկել, ծրագրի բանը կաղնում է, ասենք տունը ավտոմատ պետության սեփականություն է հետ դառնում, ընդ որում այդ 3 միլիոնը դա գումար չի որ տալիս են, նաև բյուջեից չի գնում, մենք դա պիտի հասկանանք, սա մանիպուլյացիա է, այդ գումարները մնալու է հաջորդ իշխանությունների վրա, որովհետև դա բանկերի հետ պայմանավորվածություն կա, դրա համար ասում են մեր գործընկեր բանկը դա պիտի դեռ հալամ մի հատ պարզաբան ենք, տեսնեք այդ ինչ է նշանակում գործընկեր բանկը, 3 միլիոն սերտիֆիկատ իրաք տալիս են, բանկը արդեն այդ 3 միլիոնը որպես վար կա տալիս, բյուջեից սկսում են տոկոսները փակելը, ասենք տարեկան 12%, թե 14% հարմար չեք գտնում այդ
ծրագրից օգտվել։ Ես նախ եւ առաջ ուզում եմ տեսնեմ ծրագիրը ինչ է, ոնց են անում, ինչ միջոցներից են անում, որտեղ մենք առաջարկում ենք միջազգային դոնոր կոնֆերանս անել, որ շահագրգիռ երկիրներ կամ ասենք ոչ շահագրգիռ ասենք, բայց օժանդակող մեծ երկրներ գումարները տրամադրեն դրան այդ գումարներով առնվի այդ ամեն ինչը գործարկանի որ բյուջեի վրա նագրուսկա չլինի բայց իր ցարածը բյուջեի վրա որիվ նագրուսկա է մենք ուզում ենք դա Հայաստանի մեր քույր եղբայրները հասկանան որ բյուջեի վրա նագրուսկա դնողը կառավարությունն է որը այս ծրագիրը ուզում է պարտադիր գողներից կապացնի ու այդ 3 միլիոնը որ բաժանում եք 10 տարվա ասեք տարեկան 300,000 բաժանած 12 ամիս ամսական դառնում է 25,000-ով հաշվարկած հիմիկվա տրվող գումարի կեսը 10 տարվա գումարը միանգամից իբրև տրամադրում է որ ասեք այդ հարցը ուղղի բայց էլի բյուջեից չի տրամադրում բյուջեի վրա օրացիչ բերադրվում որ այդ գումարների տոկոսը ով է իմանում քանի տարի բանկերին պիտի տան նաև գումարը մնում է պարտք պետության վրա պարտք որ էլի հաջորդ եկող իշխանությունների վրա էլի բերա որ էլի դեռ պիտի փակվի ուզում ասեմ այս ոչ մեր մասին են մտածում այս ծրագրով ոչ պետության մասին են մտածում այս ծրագրով այս է խնդիրը Պատճառը ո՞րն է ինչի որ չնշեցիք որ չեմ մտածում պետության մասին ոչ արցախցիների ոչ Հայաստանի Հանրապետության մասին ես կարծում եմ որ այս հարցը այս ձևի դնել ու պնդել սա միայն մեր իշխանության մտածածը չի արցախցիների ստեղի արտագաղթը ավելի շատ ձեռնտու Ադրբեջանի եւ Ռուսաստանին որը այս ամեն ինչը արեց 44 օրյա պատերազմը սանձազերծեց զինելով Ադրբեջանին նաեւ թույլ տալով որովհետեւ հարավային Կովկասի սենց ասեք ճակետներով նայողը Ռուսաստանն էր թեկուզ եւ կար Մինսկի խումբ ասենք բայց փաստորեն Ռուսաստանն էր հիմնականում ստեղ ու այսօրվա վրա ամեն ինչ անում են որ արցախցիները ստեղից արտագաղթեն որ այդ հարցը փակվի պատահական չի որ Մինսկի խմբի օծարման մասին են խոսում արտագաղթին ուրեմն Ադրբեջանից ձեռա տալիս որ այդ հարցը իրոք փակում է Ռուսաստանի ձեռա տալիս նաև դրա համար որ իրաց գիտեք դեմոգրաֆիայի խնդիր ունեն արցախցիներն էլ ստեղից որ արտագաղթեն 80-ից 85% գնալու են Ռուսաստան, այլ իրաց համար մարդկային ռեսուրս է, որը արդեն եթե հիմա էլ չինի մոտակա տարի, 2 տարի, այլ մի քանի տարուց հետո արդեն դեղի քաղաքացիություն ընդունած ուղարկելու են մի ուրիշ պատերազմ, եթե Ուկրաինային բարձրացնի, հետո Կազախստանի վրա են հարձակվելու, Ռուսաստանում մենակ պատերազմել անդադ բան։ Այսինքն վերադառնանք Արցախայցյան խնդիրներին, պահանջներից մեկը 4 պահանջ էր ներկայացվել, որից մեկը Արցախայցյան հավաքական վերադարձն է, պատմական հայրենիք, Արցախ, դուք որպես արցախցի ինչպես եք տեսնում այդ վերադարձը, ինչ լծակներով, ինչ միջոցներով։ Մինսկի խումբը ձևավորված էր Արցախի կարգավիճակի հարց լուծելու համար։ Ուրիշ նպատակ չկա այդ Մինսկի խմբի։ Մինսկի խումբ ձևավորելու աշխարհը երկրագունդը կամ ասենք ուժային կենտրոնները ընդունել են, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը դա վիճելի տարածք է։ Դա Ադրբեջանին չէ, թեկուզ եւ Նիկոլն էլ ասում Ադրբեջանին, դա Ադրբեջանի տարածք, դա վիճելի տարածք է, որը արդեն ընդունված է։ Հիմա Մինսկի խմբի աշխատանքը, երբ որ ռեանիմացիա անվի, դա պիտի անվի, ու դա մոտիկանում է այդ, ասենք Գերմանիայի նախագահի երեկվա հայտարարությունը Արցախի դրոշի ֆոնի նկարվել, ասում է դրա մասին, որ Եվրոպան մտնում է հարավային Կովկաս։ Եվրոպան երբ որ մտնի հարավային Կովկաս, մի ձևով պիտի մի հարցի շուրջ պիտի կոնսենսուսնի, որ մտնեն հարավային Կովկաս մտնելի միակ երկիրը ու միջոցով կարող մտնեն, դա Հայաստանն է ու Լեռնային Ղարաբաղի հարցն է, Արցախի հարցն է։ Ես դա տենց եմ տեսնում, նաև Մինսկի խումբը երբ որ աշխատանքը սկսեց նորից մեր իրավունքները
ոչ մեկը մեր իրավունքները ուրիշներին չէր կրել։ Մենք մեր իրավունքները նաև Հայաստանի Հանրապետության չենք տալիս։ Իրանք իրավունք չունեն մեր անունից այդ հայտարարությունները անեն։ Վերադառնալու հարցը երբ որ դրվի, նաև անվտանգության երաշխիքները պիտի ապահովեն։ Այո, անվտանգության երաշխիքները ապահովում են ու մենք վերադառնում ենք մեր օջախների, մեր սրբությունների մոտ ու դա տեսնում եմ այն ձևով, ինչ ձևով երկու անգամ Ֆրանսիայի պարլամենտը ընդունել է 94 թվականի սահմաններով։ Նաև ապրիլի 1-ից այսօրվանից դադարեցվում է, մասնավորաբար դադարեցվում է արցախցիներին տրամադրվող 40+10,000 դրամական սոցիալական աջակցությունը։ Եթե դադարեցվի, արցախցիները ինչ խնդիրների առաջ են կանգնելու։ Դե պարզ է, երևի ոչ թե հարյուրավոր, հազարավոր անգամ ասվել է, դա երկու ճանապարհ է։ Մեզ համար ամենավտանգավորը, ամենաոչ ցանկալին դա արտագաղթն է, որովհետև արտագաղթելուց հետո, ասեք մի քանի տարուց հետո օտար երկրում օջախ դնելուց հետո, ասեք եթե նույնիսկ արդեն հնարավորություն ունի վերադառնալու Արցախ, շատ մի մասը միանշանակ մնալու է այնտեղ։ Դա մեր գենոֆոնդի կորուստն է։ Երկրորդը ես չեմ պատկերացնում երկրորդ Հայաստանի բանում Հայաստանի սահմաններում ինչ պիտի անվի։ Միանշանակ միգուցե ներքին արտագաղթ, ասենք գնալ այն գյուղերը, որովհետև նենց չի որ ամեն մեկին բարեկամ, ասեք Ռուսաստան գնացողը նախ գիտի որ այնտեղ բարեկամ ունի, որ իրան օգնելու է ոտի կաղնի բան, թեկուզ եւ գերադասում են ստեղ մնալ, բայց ահագի մարդիկ կա, որ այդպես բարեկամություն չունեն։ Ինձ թվում է թե անընդհատ գնալու են դեպի սահմանամերձ գյուղերը, որտեղ վարձերը ցածր է։ Նու երևի թե դրա սուզացնել է դա ու ես չեմ մանում նույն ասեք ծրագիր, եթե 5 միլիոն սահմանամերձում տրամադրում է, փաստորեն դառնում է, որ Արցախցին պիտի գնա ինչ-որ մեկից տունը առնի, դա իր տունը ցախի արտագաղթի։ Այսինքն դրանով էլի Հայաստանի դեմոգրաֆիայի հարց չի ուծում։ Այն դեպքում, որ այսօրվա վրա մնացել են արդեն երևի մոտ 100-ից 110,000 արցախցիներ ստե, որ շատ մեծ ներուժ է երկիրի զարգանալու համար ու որ եթե ճիշտ օգտագործվի։ Այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի արվում։ Պաստորեն հակված եք կարծելու, որ գործող իշխանությունները չեն ցանկանում, որ արցախցիները ինտեգրվեն Հայաստանում, Հայաստանի բնակիչներին։ Ես այդ քայլերն եմ տեսնում իրաց կատարած քայլերի վերլուծությունը դրան է բերում, եթե ուրիշ վերլուծության ձև կա, թող ասեն, էլի, ես չեմ տեսնում դա։ Պարոն Ավանեսյան, նաև արդեն 3-4 օրն է, ինչ այստեղ նստածույց եք իրականացնում, կառավարությունից որևէ մեկը մոտեցել է ձեզ, հարցրել է ինչ խնդրի շուրջ եք նստածույց իրականացնում, պատգամավորներից, պաշտոնյաներից, նախարարներից։ Ոչ։ Իսկ ո՞րն է այդ անտարբերության պատճառը ձեզ։ Ասելու բան չունեն։ Մենք մեր պահանջները հստակ ներկայացրել ենք, շաբաթ օրը ներկայացրել ենք կառավարության, ասելու բան չունեն, հիմա այսօր օրա ինչ պիտի գան ասեն։ Ես կուզենայի, ես ցանկանում թող չգամ, բայց հարցը լուծեն։ Իրաց ստեղ գալը պետք է թող որոշումը կայացնեն, ոնց պետք է դնեն լուծեն, ու ընթացքում էլ մենք պատրաստ ենք իրաց հետ բանակցելու, ներկայացնելու մեր պահանջների վերլուծությունը, ասենք ասենք, թվերով, ասենք մտքերով, որովհետև հիմնականում այնտեղ թվեր է։ Մնացածը արդեն մանիպուլյացիաների հարց է, որը տարուկես է մենք եկած անդադ մանիպուլյացիաների անդադ մեր վրա տեսնում այդ բանը, նաև ասեք այդ սև սպիտակը արդեն այսօրվա վրա պատրաստում են սևը մեր վրա են, գույնը թարմացրել են, փորձում են արցախցիներին սև գույնը բանանել։ Նաև վարչապետն է նշել, որ ուզում են հելնել օդ, իջնել ներքև, բան չի փոխվելու։ Դուք ինչ կասեք, ձեր մեկնաբանությունը։ Կներեք, դա չեմ ասել, բայց մի հատ եթե հնարավոր է ճշտող հարց, ով մենք բարձրանանք օդը իջնենք բանը։ Իր համար շատ հեշտ է, շատ լավ է ասում, եկել է իշխանության, նախիններին մեղադրելով, սահմանադրությունը մեղադրում գողացել են, ընտրություն, բայց այդ գողացած սահմանադրության
8 տարվա գործունեության ընթացքում ընդամենը մի տարի է Սերժ Սարգսյանը օգտվել, 7-ը ինքն է օգտվում, եթե այդ այնց սխալա ինչի չի փոխում, այսինքն ժողովրդի տեսակետը կամ ժողովրդի կամ որոշումը մենակ եթե երբ որ իրաց օգտա կամ իրաց ուզածը այդ դեպքում հաշվի առնում հիմա ես չեմ կարա տենց բան չեմ կարա պատասխանեմ եթե իրոք ինձ համար դա Նաև նշել է, որ այս բոլոր ակտիվ գործողությունները, որ ցուցաբերում են Արցախայությունը, շատ հնարավոր է սահմանում թույլ տա, որպեսզի թշնամին ակտիվանա։ Ինչ կարծիք եք, արդյոք սրանով եւս մեկ անգամ չի վախեցնում պատերազմով։ Այդ հարցով դա ես չեմ կասկածում։ Շատ հավանական է Զանգեն Ալիևին ասեմ մի հատ սադրանք արեք, մենք ստեղ փորձենք սուսավանենք կամ մեղադրենք։ Դա շատ հնարավոր է։ Եթե կապ չլինի, բան չլինի, այնտեղ ինչի պիտի տենց խնդիր լինի։ Մենք տենց ասենք փոթորիկ չենք բարձրացրել, ցունամի չկա ստեղ, ընդամենը հայ բնակչության, հայ ազգի մի մասը, որ կազմում է ընդամենը երևի թե Հայաստանի բնակչության 3%-ը, 3%-ի էլ ասենք 10-րդ մասն է եկել ստեղ, ասենք, դառնում է 0.3%-ը Հայաստանի Հանրապետության բնակչության ինչ պիտի անենք, ինչի պիտի այս պատճառով այդտեղ վարվածություննի կամ ինչ որ բանի։ Միայն այն դեպքում կարող է լինի, երբ որ ստեղից հորդորվի, որ այդ բանը անվի։ Նաև արդեն համաձայնեցվել է խաղաղության պայմանագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերը։ Դուք որ Արցախից եք, բազմաթիվ պատերազմներ եք տեսել ու նաև ենթադրաբար խորհրդային տարիներին կողք կողքի ապրել եք ադրբեջանցիների հետ։ Ինչ եք կարծում, արդյոք հնարավոր է այսքանից հետո կողք կողքի ապրել ադրբեջանցիների հետ։ Այդ խաղաղությունը իրատեսական եք համարում։ Խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է միայն այն ժամանակ, երբ որ Ռուսաստանը արդեն պատրաստվի ստեղից գնալու։ Որտեղ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո Ռուսաստանի ստեղ մնալը անիմաստ է դառնում 102 բազա, պահում աստեղ ինչ անեն, եթե խաղաղություն ստորագրել։ Դրա համար դա չի ստորագրվելու այնքան ժամանակ, ինչքան Ռուսաստանը դեռ չի որոշել ստեղից դուրս գալու։ Ռուսաստանը ստեղից դուրս գալու միակ տարբերակն է, որ Իրան պարտադրեն դուրս գա, դա իմ կարծիքով լինելու է Ուկրաինայում պարտությունից հետո, ու դա պայմանավորված է դուրս գալու։ Այդ ընդհանուր որ մեր ժողովրդի իմանա, որ էսի խափուստիկ բան է, փորձում է այդ ինչ որ մի հատ թուղթ վաճառել ժողովրդի վրա, որ խաղաղության պայմանագիրը, որ իրականություն չկա։ Այս պայմանավորված կետերը ընդամենը ոնց ասեմ, եթե ռուսերեն ասեմ, դագավորը նամերին եղել, ասենց ասենք, դա հալամետ է, ինչի մասին պիտի անեն, բան դեր խաղաղության պայմանագիրը պատրաստ չի ու չի ելնելու իմ կարծիքով։ Երկրորդը մեր ամենամեծ խնդիրները, մեր ամենամեծ սխալները դա է, որ մեր ազգի մեծ մասը չի իմանում թուրքը ինչ է կամ ադրբեջանցին ինչ է։ Այդ խումբը ստեղծվել է հակահայության, նաև կասեմ հայերի նկատմամբ ատելության վրա։ Նույն ադրբեջանցի ազգում թալիշներ են, ասենք լեզգիներ են, տարբեր փոքրամասնություններ են, որոնց համախմբումը այդ հայ նկատմամբ թշնամանք։ Ու շատերը ընդունում էր թե այն ժամանակ որ բանակցությունները գնում են 5 շրջան տանք, հետո 2, հետո խաղաղ ապրեք բան։ Մի քառակուսի կիլոմետր էլ տալը տեսել եք ապրելյան պատերազմից, հետո ինչ եղավ, բան, այնտեղ դրանց նպատակը Հայաստանի ոչնչացնելն է։ Մեր հարցով նաև մենք Հայաստանն ենք փրկում։ Մենք ստեղ մնալով, մեր հարցը օրակարգում պահելով Հայաստանն ենք փրկում։ Նույն Մինսկի խումբը թեկուզ եւ մեզ համար է ստեղծած, կներեք մեզ եմ ասում Արցախի համար, այդ Մինսկի խմբում հստակ շեշտված է, որ Հայաստանի Հանրապետությանն են հանձնարարում, որ այս հարցով զբաղվի։ Նաև այդ փաստաթուղթը Հայաստանի Հանրապետությանն է ճանաչում, որպես որ Ալիևը ասում Հայաստանի այդպես հանրապետություն չկա, Հայաստան երկիր չկա, այդ Մինսկի խումբը հենց նույնիսկ բանը Փաշինյանի ասած այդ կադաստրի թուղթն է, որ Հայաստանի հանրապետությունը կա։ Դրա համար մենք պիտի Մինսկի խումբը անպայման պահենք։ Վերադառնանք նստածույցին, պահանջները նույնն է մնալու։ Այո, այսօրվա վրա նույնն է։ Մենք ներքաղաքական գլխից որոշված էր, որ ներքաղաքական պայքարի, ներքաղաքական գործունեություններին Հայաստանի Հանրապետության չենք խառնում, քանի որ ոչ ընտրելու իրավունք ունենք,
ասենք մեկ ահագին նո ահագին չի մի քանի իրավունքներից զրկված ենք, նաև պետական աջակցության ծրագրերից ենք զրկված, ասենք որ մի բիզնես ծրագիր այլ նո բան ասում եմ ինչե որ քաղաքացիություն չընդունեք չեք կարող օգտվեք այդ բաներից, ասեք տոկոսների սուբսիդավորման բան տենց հիմա այդ վիճակն է մենք ներքաղաքական բանի չենք խառնվելու, մեր պահանջները դնում ենք հիմնականում սոցիալական, քաղաքականը դա մեր Լեռնային Ղարաբաղի Արցախի հանրապետության լեգիտիմ իրավունքների մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությունն է։ Եվ ինչքան է տևելու այս նստացույցը, հստակ ժամկետ ունեք։ Այսօրվա վրա կասեմ մինչև շաբաթվա վերջ, որովհետև հանրահավաքում ընդունվել է եւ հայտարարվել է, որ մի շաբաթ ենք անում։ Մնացած գործողությունները հետո ընթացքում կտեսնենք գործողությունները երբ է զարգանում, ոնց է զարգանում ու նենց օրակարգը ոնց կթևադրի, նենց էլ կանենք։ Ինչ նախաձեռնություններով հանդես կգաք նստացույցից հետո, արդեն գիտեք թե չէ։ Նստացույցից հետո նորից հանրահավաք է լինելու, եթե պատասխանները չլինեն, հանրահավաքը լինելու է։ Ու ներկայացնելու ինչ հանրահավաքին ինչ կորոշվի նենց էլ կանենք։